Բարև բոլորին, ես Մանվել Հարությունյանն եմ, ես Օրանի 13 տարվա սան եմ, դե ինչ, գնացինք ձեզ պատմելու Օրանի մասին, թե որտեղ է գտնվում Օրանը և ինչպես կարող է գալ Օրան, և Օրանի պատերի ներսում ինչ ջերմ են անցնում ամեն մի օրը։ Օրանը գտնվում է Պուշկին և Սարյան փողոցների խաչմերուկում, կոչվում է Երկմալյան 6, Օրանը հենց այս էլիտար շենքերի տարածքում է գտնվում, այս փոքրիկ եռահարկ շենքում։ Դե ինչ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, Օրան ունի երկու մասնաճյուղ, մեկը Երևանում, մեկը Վանաձորում։ Այս մասնաճյուղը իր 25-ամյակն է տոնելու այս տարի հոբելյանական։ 2000 թվից բաց է այս Օրանը։ Ինչպես տեսնում եք, ներքին աշխատանքներն են ընթանում, որ Օրանը արտաքինից շատ գեղեցիկ տեսք ունենա։ Դե ինչ, առաջին հարկում ևս գտնվում են երեխաների handmade աշխատանքները, փայտից, կարի ձևից և կավագործությունից, այստեղ նկարչությունից են ևս աշխատանքներ ցուցադրված։ Դե ինչ, դուք տեսնում եք Օրանի ֆոյեն, հենց առաջի հարկում է գտնվում, որտեղ էլ անցկացվում են մեր ջերմ միջոցառումները, այսպես գեղեցիկ, դրոշով, դաշնամուրով, ծառով, ահա։ Իսկ այս հարկում դուք կտեսնեք Օրանի աշխատանքները կավի, փայտագործության և կարու ձևի։ Գնացինք նայելու։ Ահա, սա շատ շուտ արխիվային գործերն են մեր սաների, Օրանի, դե Օրանը ունի 25 տարվա փորձ, արդեն չմոռանանք, որ 25 տարի սերունդներ է կրթել, երեխաներ է կրթել, գնանք առաջ նայենք մյուս աշխատանքները։ Սրանք ավելի մեր փոքր սերունդի ներկայացուցիչների աշխատանքներն են։ Դե այստեղ էլ առանձնացված է իմ աշխատանքների հատվածը, որտեղ մեղրամանն է, ձմեռ պապիկը, որը դեռ ներկված չի, այսպես Հիսուսի 12 առաքյալներով ընթրիքը, գաղտնի աման, վազա կոնֆետի համար և փոքր հեշտակներ, բան։ Այս ամբողջը Օրանի ներսում փոքր անկյունում առանձնացված է հենց իմ պատվավոր անվան համար։ Շնորհակալ եմ իմ հավատարիմ Օրանին։ Սա փայտի փորագրման սենյակն է, որտեղ որ բոլորը աշխատում են գեղեցիկ և այստեղ աշխատանքները ևս վաճառվում են։ Այստեղ տեսնում եք ևս իմ աշխատանքներից, հին լուսանկարներ։ Սա 2017 թե 18 թվի նկար է։ Այստեղ ամառը ես հիշեցի։ Այս ինչքան հին հիշողություններ կան այս սենյակում։ Այստեղ բոլորը երեխաները աշխատում են handmade տարբերակով և վաճառվում է։ Սա ևս իմ մտահղացումն է, ասեմ իմանաք։ Իսկ այս մյուս խմբակում դուք կարող եք տեսնել այս երկու սենյակը, փայտի սենյակը։ Այստեղ մեր հաստոցներն են, որտեղ որ երեխաները աշխատում են, որոնք որ շատ անվտանգ են, այսինքն իրենց կողքին լինում են դասախոսները, որ հանկարծ իրենց չվնասեն։ Եվ հենց այստեղ ստեղծվում են Օրանի գեղեցիկ փայտե աշխատանքները։ Դե ինչ, եկեք գնանք կարի սենյակ և ծանոթանանք կարուձևի խմբակին։ Սա կարուձևի խմբակն է, որտեղ տեսնում եք գեղեցիկ երեխաների ձեռքով կարված աշխատանքներ։ Ահա, այստեղ արդեն պատրաստվում են Սուրբ Սատկին, այստեղ վարձել են կարել երեխաները, Օրանի նվիրված հետաքրքիր ինչ-որ աֆիշա, տիկնիկներ և լիքը աշխատանքներ։ Իսկ այստեղ կավագործության և նկարչության խմբակներն են, գնանք և տեսնենք այն։ Այստեղ գունեղ նկարներ են կախված, կավի աշխատանքներ, իմ հրեշտակը, ինչ մեծ պատիվ է, որ իմ հրեշտակը այստեղ տեսնում եմ։ Սա իմ ժամացույցն է, այս խմբակում ես էլ ունեմ աշխատանքներ, այս սրբապատկերներից մի քանիսը ես եմ պատրաստել, սա այս վագրի տարում եմ պատրաստել կավի պատին, այստեղ կավի պատ ունենք նկարչության և այս պատը ամենաշատը իմ դուր եկել է սա ես եմ, իմ ավտոպատրիետն է, ինքան գեղեցիկ է։ Սա էլ մեր նկարչության և կավագործության խմբակը, այսպես գունեղ և գեղեցիկ։
Իսկ երրորդ հարկում երեխաներն անցնում են դասապատրաստումներ այս սենյակներում եւ այստեղ սեղաններին։ Ահա եւ այս դասասենյակներում երեխաները անցնում են դասապատրաստումներ պարտադիր, որտեղ որ իրենց դպրոցում հանձնարարված դասեր ունեն։ Այստեղ գտնվում է ՏՏ ոլորտի սենյակը օրանում, այստեղ օրանում ճաշարանն է գտնվում, որտեղ որ երեխաները պարտադիր սնվում են դասապատրաստումից հետո անպայման, որտեղ սոված են գալիս դպրոցներից։ Դե ինչ, այստեղ էլ գտնվում է հենց մեր օրանի գեղեցիկ բակը։ Մեջտեղում գեղեցիկ քարերով գրված օրան։ Այսպիսին գեղեցիկ է մեր օրանը, 25 տարիների ընթացքում էլ ավելի է փոխվել, գեղեցկացել, գտնվում է բոլոր էլիտար շենքերի հենց մեջտեղում։ Այսպես եռահարկ շենք է։